Պարոն Մեխակյան, գիտենք, որ հանուն ձեր հաղթանակ եք քվեարկել, բայց վստահ եք, որ հաղթանակը ձերն է լինելու եւ եթե չհաղթեք, նորից հարցնեմ, ընդդիմադիր տեխնատին պատրաստ եք արժանապատիվ կերպով շնորհավորել։ Ես եկեք պատասխանեմ այն հարցերին առանց եթեների։ Կոնկրետ հարց լինի, կոնկրետ պատասխանեմ։ Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ բացարձակ վստահությունը վաղաշաբաթ։ Եվ այդ մտքով եկել ենք եւ այդ մտքով ես այսօր այստեղ եմ քվեարկելու համար։ Եթե չի բացառվում, մենք հաստատ առիթներ կունենանք դա քննարկելու Չենք քննարկել, ոչ։ Չենք քննարկել, որովհետեւ եթե եթերներով ենք նայում, մենք չգիտենք եթերներով քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն։ Հետեւաբար այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, եթե այսպես ասեմ, եթե այս պահին չգիտենք հստակ ովքեր են անցնելու, իմ կարծիքով չարժի քննարկել մի բան, որը որ պետք է ենթադրյալ ինչ-որ բաներ լինի։ Հանրապետության կուսակցության տեխնացուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր հետ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու հայտարարություններ անում։ Իր կարծիքն է, որը որ իր անձնական կարծիքն է։ Դուք չեք միանալու Հարությունին։ Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրք։ Ինքը ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի։ Փառաքարում ինչպես նաև Գյումրիում էր, որ բացարձակ հաղթանակ եք տանելու, բայց ես հիշեցնեմ, որ Փառաքարում բացարձակ պարտություն է կրել քաղաքացիական պայմանագիրը եւ իսկ Գյումրիում էլ ընդդիմադիր ուժերը կոալիցիա են կազմել եւ քաղաքային իշխանություն։ Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, սա վաղարշաբաթն է։ Եվ սա տարբեր համայնք է տալիս դարակազմիկ։ Դե դու ասում եք հիշեցնեմ, պետք չի հիշեցնել, որովհետեւ ես Փառաքարում եղել եմ եւ քարոզարշավի ընթացքում եւ ամբողջ ընթացքում այնտեղ եղել եմ։ Եվ մենք շնորհավորել ենք հաղթող տեխնացուին։ Շատ լավ, ասում եմ մենք մեր ամբողջ քարոզարշավը կառուցել ենք վաղաշաբաթու, այնտեղ էլ ենք այդպես կառուցել, հիմա էլ ենք այդպես կառուցում եւ մենք կարծում ենք, որ մենք այս ընթացքում ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղաշաբաթում իմ պաշտոնավարման ժամանակավոր պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք։ Իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Այսինքն Մեխակյան, որ գնացիք ընտրության այցիկ, ձեր հասցեի վրա ուրիշ մարդիկ գրանցված են, որտեղ ահազանգեր կան, որ այսպես բնակիչների լցոնումներ են։ Ես առաջարկում եմ, ովքեր որ խնդիր ունեն, ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն, որովհետև դրա պատասխանատուն ոստիկանությունն է։ Եթե վերաբերում մեր հարցերը կոնկրետ մեր հասցեի վրա, իմ ընտանիքի բացառապես իմ ընտանիքի անդամներն են։ Հիմա նույն Հարություն Մկրտչյանը, որ ասում է ԿՊ-ն ինձ միանալ, հիմա ինքը ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի ստացվում է։ Ինչ վստահությունն է, որ դուք եք հաղթելու, այլ ոչ ինքը։ Դե հիմա այդ ռեյտինգը ով է չափվում։ Դե իրեն հարցեք, վախի է տենց անպագորգոր հայտարարություն։ Դե դուք հարցրեք, դուք էլ թող ձեր հարցի պատասխանը տա։ Մեխակյան չեք հետևել ձեր մրցակիցների քարոզարշավին, օրինակ ում շանսերն եք ռեալ գնահատում, ում ծրագրային մոտեցումներն են ձեզ ավելի մոտ, որ միգուցե հետագայում մի վերջո անգամ հաղթելու պարագային պետք է չի աղական։ Այնքանով ինչքանով որ հետևել եմ, ծրագրային ամբողջ ծրագրերն էլ հրապարակված են, դուք ինքներդ կարող եք հրապարակում անել եւ տեսնել ծրագրային առումով, որ քաղաքական ուժերն են ավելի ընդգրկուն եւ ավելի վաղաշաբաթու խնդիրներին վերաբերող ծրագրեր ներկայացնում։ Դուք Նիկոլ Փաշինյանից աջակցություն ունեք, նա նույնիսկ հարկ չհամարեց վերջին օրով գալ հանրահավաքին, պարոն Մեխակյան, դա ինչով էր պայմանավորված։ Ներողություն, Նարեկ ջան, ձեր հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարում, ինչի համար, եթե չլիներ աջակցություն, ես չէի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու։ Դուք առաջիկա օրերին իրենից հնարավորություն կունենաք այդ հարցի պատասխանել։ Չէ, հետաքրքիր չէ, մենք նման օրակարգ չենք ունեցել, որ ինքը պետք է գա։ Չեկավ որ իր բացասական մենք նման օրակարգ չգծի ձեր վրա, պարոն Մեխակյան։ Հիմա դուք ձեր հարցով դուք նախորդ հարցին հակասում եք, ես շատ լավ կողմնորոշված եմ, ձեր հարցերով դուք նախորդ հարցերին պարզաբանեցի ինչ եմ տարբեր հարցեր տալիս, հակասում եք։ Մենք մեր օրակարգում ի սկզբանե Նարեկ ջան, մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլեր։ Թալինից ահագին մարդ էր եկել, պարոն Մեխակյան։ Մեր բոլոր աջակիցները, ովքեր որ
պետք են համարել տարբեր տեղերից գալ, որոշել են որ գան։ Իրենք են որոշել գան կամ չգան։ Բայց արդյոք դա նշանակում է, որ Էջմիածնու վաղ շաբաթում դուք չունեք բավարար աջակցություն ստրախովկայի համար, այսպես ասած, մարդկանց հավաքագրել եք մնացած տեղերից։ Ես ձեզ առաջարկում եմ բոլոր նկարները դեմքերով իդենտիֆիկացնել եւ համեմատել քանի տոկոսն են այլ տեղերից, քանի տեղերն են վաղաշաբաթից, քանի հոգի են վաղաշաբաթից։ Եվ ձեզ համար պարզ կլինի շատ լավ, հասկացանք։ Մենք ունենք ակտիվ կուսակցականներ, ակտիվ աջակիցներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են, բայց էլի եմ ասում, այս շատերին նույնիսկ չեմ էլ ճանաչում անձամբ, իրենք որոշել են կան, որովհետև հրապարակային է եղել այդ հանրահավաքը, մենք նախորդ հայտարարենք դրա մասին եւ դա բաց է եղել։ Հովանավանքի կեղծ դպիրներ եկել տատուներով, պարոն Մեխակյան, ձեզ աջակցելու։ Չգիտեմ, Պարոն Մեխակյան, ձեր մրցակիցները ծրագրային պայքար են տարել ձեր դեմ քարոզարշավ։ Շատ լավ, ես ուրախ եմ Սարոյի համար ու դա նորմալ է որ Սարոյի համերգին շատ մարդ կա, Էջմիածնի տոնին էլ 2-3 անգամ շատ մարդ կար, քան մեր հանրահավաքին, որովհետև դրանք տարբեր միջոցառումներ են։ Հանրահավաքը ցուցիչ չէ, որ դրանք տարբեր միջոցառումներ են։ Զանգված այդքան մեծ չէ։ Մեր դուք կարող եք համեմատություն տանել մեր հանրահավաքից 1 օր կամ 2 օր առաջ մեր մրցակից ուժերի հանրահավաքների հետ եւ կարծում եմ համեմատություն տանել համերգի հետ մեր նախորդ ուժերն էլ համեմատում են ինչ որ պանիխիդաների հետ ինչ որ տենց չգիտեմ տխուր բաներ չխոսանք ուղղակի իրենք ձեր չափեցինք չունեն քարոզարշավի ընթացքում տոպիկների հոգեհանգստին ավելի շատ մարդ է գալիս քան Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին դե ինչ ասեմ, ես ամեն տափակության չեմ անդրադառնալու ներողություն։ Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումներ արձանագրվեցին, ներողություն էլի զուգահեռ։ Քարոզարշավի ընթացքում նաև խախտումներ արձանագրվեցին, այդ թվում ձեր կուսակցության կողմից։ Դուք ոնց եք մեկնաբանում դա այդ ընտրախախտումները ձեր կողմից։ Եթե չեմ սխալվում, դրանք վերաբերվում էին քարոզչանյութերի տարածման հետ կապված, պաստառների, ես բարեգործության հետ կապված ամբողջությամբ ես հիմա հերթով պատասխանեմ։ Բարեգործության հետ կապված բազմիցս ես անդրադարձել եմ, եթե ձեզ կոնկրետ հետաքրքիր է, կարող եք վերցնել այլ լրատվականներից, որտեղ ես բազմիցս արտահայտվել եմ, ես ասել եմ, որտեղ չկա, ես համոզված եմ, որ այդտեղ չկա խախտում, որովհետև նախ քարոզարշավը սկսված չի եղել 1, երկրորդը ես հրավիրյալ եմ եղել եւ երրորդը այդտեղ որևէ քաղաքական ուժի հետ կապված որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այդպիսի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Միգուցե հակակոռուպցիա կոմիտեի հետ է։ Եթե կա վարույթում կքննվի եւ բոլորիս համար པարզ կլինի, բայց ես իմ անձնական դիրքորոշումն եմ ասում, ես բացառում եմ, որ այդտեղ լինի, որովհետեւ այդտեղ լինի որևէ խախտում, որովհետեւ այդտեղ ես ինքս հրավիրված մարդ եմ եղել եւ միջոցառումն էլ ընդհանրապես ոչ քաղաքական է եղել, ոչ մասնավոր անձի կողմից կազմակերպված միջոցառում։ Իսկ ընկինը, որ ցուցակում նստած ներողություն եմ խնդրում։ Նաեւ ձեր մյուս հարցը պաստառների հետ կապված, որտեղ որ խախտում է եղել սահմանված ժամկետում մենք վերացրել ենք այդ խախտումները եւ պարբերաբար նաեւ արձանագրել ենք մեր մրցակից քաղաքական ուժերի խախտումները նույնպես։ Իսկ բանը ընկինը պարոն Մեխակյան, որ ցուցակները դրած տնից բաներ անում։ Նվիրատվություններ են բաժանում, դպրոցի տնօրենը։ Դե այդ մասով գիտեք, կա քրեական գործ, ես առանց ուղղորդման է արել սեփական կամքով։ Ժողովուրդ ջան, եկեք քրեական գործ կա, ինքը մինչև քրեական գործ հարուցվելը արդեն իսկ ինքնաբացարկ էր արել հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից, հետևաբար կարծում եմ իրավական դաշտում է եւ ամբողջական գործով հարցակնվել եք։ Ինչի համար պետք է հարցակնվի։ Ձեր օգտին էր որտեղ։ Իհարկե ոչ։ Պարոն Մեխակյան, եթե չհաղթեք Նիկոլ Փաշինյանին, ինչ պատասխան եք տալու։ Նոր մեկը գրել է կոմենտ ասում ոնց է պարտանալու Նիկոլի ձեռքից։ Շատ լավ, ես կոմենտներին չեմ պատասխանում։ Մենք կայացած մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք նաեւ կարծում եմ որ մենք այս առիթը պետք է բաց չթողնենք որպեսզի ավելի բովանդակալից հարցերի քրեական գործի հետևի հաջորդը օրինակ հաղթած դիմալի տեխնատը։ Ես եմ որոշում քրեական գործը։ Դուք կոլեկտիվ եք որոշում։ Իշխանությունը որոշում է որ պետք է նստի այդ դիմալի տեխնատում դնում նստում։ Չէ, սխալ մարդու եք հարց տալիս։ Մակիցները որ քաղաքացիներն ուշադրում
որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչ է։ Շատ լավ, եթե ուզում եք, ես գնամ, դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Պարոն Մեխակյան, Եղակերտ գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա։ Այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը։ Ընտրատեղամասի Ընտրատեղամասի Ընտրական օրենսգրքի խախտում։ Ընտրատեղամասի շենքը շատ ավելի հեռու է գտնվում։ Մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է։ Ինչու էին վաղաշաբաթի համայնքապետարանի օրենսգրքի խախտում է։ Դա սահմանված հեռավորությունը, ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում։ 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է, շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Գնեք այսօր ինչ գրաֆիկ ունեք, որից հետ եք գնում։ Պետք է գնաք միջև ընտրությունների Շատ լավ։ արդյունքների ամփոփումը, սպասեք արդյունքների Նարեկ ջան, ես իմ անձնական գրաֆիկը ունեմ։ Հա, լավ։ Եվ գնեք ինչու է վաղարշաբաթի համայնքապետարանի մակրուհիները մակրում այն ձեր բեմը։ Շատ լավ, ասեմ, նախ իրենք հարակից տարածքն էին մակրում եւ ներողություն բեմը հավաքող մարդիկ խնդրել են, որ իրենք էլ մաքրեն այդտեղ, մի պահ մաքրել են իմ տեղեկություններով։ Այսինքն իրենք իրենց անձնական նախաձեռնությամբ ասել են գամ ձեր բեմը մաքրեք։ Իրենք հարակից հանրային տարածքը մաքրելուց են եղել, բեմը հավաքող անձնակազմը խնդրել է, որ մի պահ բեմը մաքրեն։ Սա է եղել ամբողջ։ Մարզադպրոցներից ներկայացուցիչների գալը, ջրմուղից, ձեր հավաքին, հանրահավաքի օրը։ Ժորդան, ես ոնց մեկնաբանեմ այդ հարցին, ոնց եք ուզում մեկնաբանեմ, ասեք։ Վարչական ռեսուրսի չարաշահումը ընդունեք։ Ես ասում եմ, մենք այդպես չի լինում։ Այդպես չի լինում, Ժորդան։ Եթե կա վարչական ռեսուրսի չարաշահում, դուք կարող եք ինքներդ դիմել համապատասխան մարմինել եւ ընթացք տվացվի դրան, բայց մեր հայտարարության տեքստը բաց է եղել եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կառույցներից կամ շատ գյուղերից, շատ տեղերից եկել են մեր աջակիցներ, այդ նաև ինչի՞ չեք մսում, որ օրինակ բանկերից են եկել, դա էլ է վարչական։ Դե բանկը մասնավոր է, խոսքը պետական է, ձեր Քարոզարշավին էր Դաշտ գյուղում բուժքույրը խալաթով իջել էր, հենց ձեզ տեսել էր ու իջել էր գործը թողել։ Բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ դա ընդմիջման ժամ էր։ Հա, բայց ասեց բանը, մոտեր իջել եմ Մեխակյանին լսեմ։ Չէ, բայց դուք ֆիքսել եք, չէ՞, ու ընդմիջման ժամը, որտեվ առաջի դիտողությունը ես եմ արել։ Առաջի դիտողությունը ես եմ արել, որ մեր բուժքույրը ինչի ասել, ասել են ընդմիջման ժամը ինքը որոշել է վերել։ Այսինքն ճնշել եք բուժքրոջը իր քաղաքական Հայաստանի։ Իհարկե ոչ, ես նկատողություն արել։ Ես իրեն չեմ նկատողություն արել, մեր թիմակիցներին։ Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդ է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև սա ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժորժ ջան, այդ հարցը այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, ես էլ դրան բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է։ Խուսափում եք ասել Գարեգին երկրորդ կաթողիկոս, թե խուսափում եք ասել։ Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ կաթողիկոսի հերացման այդ արշավին ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքների, եթե ես որևէ բան, այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Եթե ընտրվեք միանալու ոչ մի բանով։ Եթե ընտրվեք միանալու եք կաթողիկոսի հեռացման։ Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթե եթեները կլինեն հետո։ Հավատացյալները շատ են չվայելեիք, չեք լինի տեխնացու, բայց բարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարությունն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր տեխնացությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չեք լինի տեխնացու։
բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են ժողովրդավար ձևով վարչությունը միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է, վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետեւաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Չէ, նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի տեխնացու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եթե մենք ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք, անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք, որ կուսակցության Ինչը վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխաչ։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։